Հիմա մենք կխոսենք հողմաշարժիչների մասին։ Հողմաշարժիչները սարքեր են, որոնք օգտագործվում են քամու ուժը էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Ինչպես են աշխատում։ Քամին շարժում է տուրբինի թևերը, պտուտակները, թևերը պտտում են գեներատորը արտադրում է էլեկտրաէներգիա։ Հիմնական մասերը՝ թևեր, պտուտակներ, որսում են քամի։ Ռոտոր, պտտվող մասը, գեներատոր, արտադրվում է հոսանք, աշտարակ, սյուն, պահում է տուրբինը բարձրում, որտեղ քամին ուժեղ է։ Առավելությունները՝ չի աղտոտում շրջակա միջավայրը, վերականգնվող էներգիայի աղբյուր չէ, չի պահանջվում վառելիք։ Թերությունները՝ կախված է քամուց, եթե քամի չկա, հոսանք չկա։ Կարող է աղմկել, զբաղեցնում է մեծ տարածք, որտեղ են օգտագործվում։ Հողմաշարժիչները հաճախ տեղադրվում են բաց դաշտերում, ծովերի մոտ, լեռնային շրջաններում։ Առաջին հողմաշարժիչները։ Առաջին քամու սարքը հայտնվել են մոտ 7-9-րդ դարերում Պարսկաստանում։ Դրանք օգտագործվում էին հաց աղալու համար, ջուր բարձրացնելու համար։ Ժամանակակից հողմաշարժիչները։ Ժամանակակից էլեկտրական հողմաշարժիչի ստեղծման մեջ մեծ դեր ունի Չարլզ Բրաշը։ 1888 թվականին նա կառուցեց առաջին մեծ հողմաշարժիչը, որը արտադրում էր էլեկտրաէներգիա ԱՄՆ-ում։ Եզրակացություն։ Հողմաշարժիչները օգտակար սարքեր են, որոնք քամու ուժով արտադրում են մաքուր էներգիա և կարևոր դեր ունեն ապագայի էներգետիկայում։